Այս ամեն ինչը էլ խաղաղություն չի։ Սա հայ ազգի նվաստացումն է։ Մեր եկեղեցիները քանդում են, իսկ սրանք Նիկոլի գլխավորությամբ ընտրություններից առաջ դեռ խաղաղություն են վաճառում այս հուսած ժողովրդին։ Լսեք իշխանություններ, մինչ դուք խոսում եք պայմանավորվածություններից ու կեղծ խաղաղությունից, ադրբեջանցիները բուլդուզերներով անցնում են մեր սրբավայրերի վրայով։ Արցախում քանդել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին։ Ու էսա ձեր դեմքը։ Վաղն էլ քանդելու են ուրիշ սրբավայրեր։ Բայց իշխանությունը ծպտուն չի անում։ Ծպտունները դուրս չի գալիս, որովհետև իրանք վախենում են Ալիևից։ Ոչ մի արժանապատիվ արձագանք, ոչ մի կարմիր գիծ։ Ու գիտեք ինչի։ Որովհետև Ալիևի ու Նիկոլի օրակարգերում չկա ոչ մի տարբերություն։ Այս ամեն ինչը հաստատ խաղաղություն չի։ Սա ազգային նվաստացում է։ Սա թույլ իշխանության ժամանակավոր շունչ է, որը կրկին նոր կորուստներ է բերելու հայ ժողովրդին։ Ժողովուրդ ջան, եթե ուզում ենք կանգնեցնել այս ամենը, ու վստահ եմ, որ ուզում ենք, քանի որ մենք ունենք պատիվ ու արժանապատվություն, պետքա փոխենք նրանց, ովքեր չեն կարող պաշտպանել մեր հողը, ովքեր չեն կարող պաշտպանել սրբությունները ու հայ ժողովրդի արժանապատվությունն ու հենց հայ ժողովրդին։ Այո, այդ էլ է փոփոխությունների ժամանակը, ու այդ փոփոխությունները լինելու են Սամվել Կարապետյանի հետ, ով լռում է, երբ թշնամին ավերում է մեր սրբությունները, իրավունք չունի ընդհանրապես ժողովրդի անունից խոսելու։ Սա բերեք ֆիքսենք։